փոփոխությունը ցույց տալիս Տրամպի մտածելակերպի մեջ, որտեղ Պարզ գիտենք, որ Տրամպը ինչ էր ասում չէ հիմա, որ Զելենսկուն բոլոր հանդիպումների ժամանակ եւ այլն, որ դուք ոչ մի հնարավորություն չունեք, խաղաթղթեր չունես, ասեց Զելենսկուն Սպիտակ տանը, պիտի զիջես տերիտորիաներ, որպեսզի տեսնենք ինչպես խաղաղություն հաստատենք, հա, ոչ մի համաձայնություն ինքը չուներ, բայց մի բան պիտի տաս այդ մոտեցումներ եւ միայն Տրամպը չէր ասում խրկից շատ ռուսագետներ կան, որ այդ նույն կարծիքն ունեն։ Բայց կամաց Տրամպը ստերևույթին իր գլխի մեջ հեղափոխություն է առաջանում։ Սկզբում երկու ժամում էր պատերազմը կանգնացնելու, որովհետև ինքը լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, այդ ինչ է նշանակում իր այդ քաղաքավարի խոսացել են։ Եվ այդ չեղավ, հետո երկու ամսում, հետո դե մի քիչ զիջողություն արա կլինի, հետո դու զինադատարը լի էդ չեղավ, դե դու համաձայնվի, որ պիտի լինի, որ ինքն էլ համաձայնվի, դե Զելենսկին ասեց, ես համաձայն եմ, ինչ եք ուզում, եկեք խոսանք, համաձայն եմ, որտեղ ուզում ես։ Էդ էլ չեղավ, անգերը չօգնեցին Տրամպի դեպի Պուտինին բեցած, որ մենք գիտենք պաշտոնական զանգ եղավ, հետո իր Նյու Յորքի պարտներին ուղարկեց, որպես իր վրա գնաց անընդհատ Մոսկվա գնաց եկավ ոչ մի օգուտ չտվեց, հետո հրավիրեց Պուտինին Ալյասկա այնտեղ մեծ պատիվներ տվեց օթանավային այնտեղ էսկորտ F-35-ներով իր Պուտինի օթանավի ինչ գիտեմ ինչ եւ այլ էլի խապվեց սկզբում որ հա մի բան լինելու է բարձվեց էլ ոչինչ չկա տակը հիմա իր մոտ հասկացավ որ օքեյ լավ է ռուսները իսկապես ոչ մի բան չի ուզում անի Պուտինը վերջապես հասավ նրան որ չէ պետք է ինչ է կատարվում, ասացին, որ այդքան էլ լավ չի Ռուսաստանի վիճակը քանդվում արդեն ու գլուխը մտավ, որ հա, միգուցե պետք չի վախենալ, որ սա անհույս գործ է։